Նարցիսը չի հանդուրժում, եթե կողքից ինչ-որ մեկը չի անում այն, ինչը որ նա կուզենար, որ այդ անձը աներ, իրենք արդեն դառնում են շատ պրոբլեմավոր շփման մեջ։ Եթե նարցիսի մոտ ինչ-որ մեկին գովան, նա դա նույնիսկ կարող է անցնել իբրև անձնական վիրավորանք, այո, եւ նա շատ դրանից շատ ընկճվում է, կամ ես կամ ոչ ոք։ Այո։ Նարցիսները որպես կանոն շատ բուրըն եւ այսպես շատ շքեղ սիրահետումներ են իրականացնում։ Իրենք որոշ առումով առևտրականներ են, իրենք գովաբանում են այն բանով, որ վաղը այդ գովաբանությունը իրեն վերադառնա, այսինքն դա նարցիսի սնունդն է։ Մեծ մասնագետ է մեղավորության զգացում տալով դիմացինին, շատ մեծ մասնագետ է։ Իրականում չեն սիրահարվում նարցիսները։ Նարցիսը չէ, նարցիսը, քանի նա նարցիս է, նա իրան է սիրում։ Իրենք շատ խոշոր մանիպուլատորներ են։ Ես նարցիսներ գիտեմ, որոնք սիրում են միայն իրենց տան կենդանիներին, կամ շներին, կամ կատուներին, մարդ արարած չեն սիրում։ Իրան հետարքիր չի, քո հետ ինչա կատարվում։ Նարցիսին հետարքիր չէ։ Նա նույնիսկ ձևերել չի թափի, որ հետարքիր է։ Իրանք բոլորովին շնորհակալ չեն, իրանք շնորհակալություն բառը շատ դժվար են ասում։ Ես եմ ամենալավն եմ, ամենագեղեցիկը, ամենախելացին, նարցիսիզմ։ Ինչ է սա։ Բարդույթ, հիվանդություն, անլիարժեքության զգացողություն, սխալ դաստիարակություն, այսինքն ծնողի կողմից պակաս սեր, այսօր այս մասին ենք խոսելու, ողջույն, ես Ամալիա Պապյանն եմ, իսկ իմ զրուցակիցը իհարկե Իրինա Ծատուրյանը, հոգեբան, բարև ձեզ։ Բարի օր, Ամալիա ջան։ Տիկին Ծատուրյան, ես, մեկ նախադասություն է ասում եւ ես սկզբում ներկա է, վերջում ներկա է։ Սա ինչ է, ինքնահաստատվելու միջոց, թե այս մարդը խնդիր ունի ուշադրության, սիրո պակաս։ Երկուսն էլ լրիվ արդի է, որովհետև նարցիսիզմի ժամանակ այնքան հետարքիր լատեն չերևացող տակից եկող սինդրոմներ կան, ինչի է դա տեղի ունենում։ Օրինակի համար, նարցիս կարող է մեծանա երեխա, որին շատ են ընտանիքում սիրել, եւ երեխա, որին բոլորովին չեն սիրել։ Այսինքն նա համենայն դեպս այդպես է անցալում, որ ինքը սիրված չի եղել, այլ սիրել են իր քույրերին եւ եղբայրներին կամ եղբայրներին։ Նարցիս դառնում է այն մարդը, որ նարցիսիզմը, տեսեք ինքը ինչ ունի, ինքը ունի շատ բառ արտահայտված, որը արդեն դառնում է հիվանդություն, եւ կա որ մարդիկ մի փոքր նարցիսիզմ ունենալով հանդերձ, դա շատ է իրենց օգնում առաջ գնալու։ Օրինակի համար, այդպես էլ է լինում, այսինքն ծայրահեղ վիճակը որն է նարցիսիզմի, որը որ ոչ մեկին բացի իրենից չի ընդունում, որը ունի երկու կարծիք, մեկը իրենն է, մյուսը սխալ։ Նա երկրորդ կարծիք չի ընդունում բոլորովին։ Նա ահավոր խանդոտ է իր քույրերի, եղբայրների, եթե կան, սովորաբար նարցիսիզմը ավելի զարգանում է մինուճար երեխաների մոտ, որովհետև ամբողջ ուշադրությունը տրված է եղել իրեն։ Նարցիսիզմը առավել հաճախ զարգանում է այդ երեխաների մոտ, որոնք տանը մենակ են, այսինքն նա քույր եւ եղբայր չունի եւ ամբողջ ուշադրությունը կամ էլ գիտեք նման արտահայտությունը առաջի թորը, չգիտեմ, միակ երեխան, ցեղի եւ հոր եւ մոր կողմից առաջ, դա արդեն մենք այդ բաներով հասկանում եք հիմա Աստված եթե մի երեխա են տալիս է իբրև առաջին, իսկ մյուսին տալիս է իբրև չորրորդ, այդ չորրորդ երեխան ինքը ինչ մեղք է գործել, որ առաջինը չի ծնվել, ինչ որ դրանով ջոկողություն դնելը, դա ճիշտ չի եւ անձը սկսում է ունենալ առավելություն այն մի հարցում, որտեղ չէր մասնակցել, նա այնպես է ստացվել, որ նա առաջինն է ծնվել, բայց դա արդեն իրեն թույլ է տալիս ինչ-որ մարդկանց նկատմամբ նայել ավելի վերևից, ավելի իր առավելությունները ընդգծված եւ այլն եւ այլն։ Եթե ասենք թե շատ են գովում, չի կարելի մարդուն գովել արտաքինի համար։ Ինչի արտաքինի համար չի կարելի գովել, որտեվ անձը արտաքինի համար ոչ մի բան չի արել, դա գենետիկորեն փոխանցվող բան է եւ նա ջանք չի թափել, ասենք թե գեղեցիկ տղա կամ աղջիկ մեծանալու մեջ, եթե նա նույն գեղեցկությունը պահի 50-60 տարեկանում, իրեն խնամելով, իրեն հետևելով, ճիշտ սնվելով, ճիշտ ապրելով, գրագետ այդ բոլոր բաները,
ապա իրեն կարելի է գովել դրա համար, բայց իլի միևնույն է մարդուն պետք է գովել, մեծացնելով պետք է գովել այն բանի համար, ինչը որ նա արել է, ոչ թե այն ինչով նա եկել է։ Շատ հաճախ նարցիսիզմը զարգանում է նաև այն բանի մեջ, որ նա արդեն փոքր տարիքից նա տեսնում է, որ ինչ-որ բաների համար իրեն գովում են։ Նա դրանով սկսում է անել այն բաները, որի համար իրեն գովում են, եւ չի զարգացնում այն գծերը, որոնց համար դեռ չեն գովացել։ Այսինքն նա գիտի, որ ես մի բանի համար ինձ կգովան, եւ ես անընդհատ էլ դա պետք է անեն։ Նարցիսները իբրև կանոն իրենք շատ էգոիստ են։ Իբրև կանոն։ Ես խոսում եմ ծայրաստիճան նարցիզմի մասին եւ կա, ասենք թե նորմալ, ոնց որ քիչ առաջ ասեցինք, նորմալ, ասենք թե որոշակի գծեր ունեցողը, որը օգնում է շատ մարդուն առաջ գնալու։ Նա շատ էգոիստ է եւ համարում է, որ ինքը եսակենտրոն է եւ համարում է, որ աշխարհը պետք է պատտվի իր շուրջը։ Նա չի հանդուրժում, նարցիսը չի հանդուրժում, եթե կողքից ինչ-որ մեկը չի անում այն, ինչը որ նա կուզենար, որ այդ անձը աներ, իրենք արդեն դառնում են շատ պրոբլեմավոր շփման մեջ։ Ինքը նույնիսկ նարցիսը, երբ որ երեխա է ունենում, միևնույն է կինը պետք է ամբողջությամբ ծառայի իրեն, ոչ թե նա, տեսեք, մենք շատ լավ գիտենք, որ տղամարդիկ սկսում են խանդել, երեխաների նկատմամբ մանավանդ եթե տղա երեխա է լինում եւ ոչ, դա նարցիսիզմ է, որովհետեւ նորմալ մարդը դա իր տեսակը ծնվում է իր տեսակը շարունակողը, իր ցեղը շարունակողը եւ դա ուրախությունից բացի ոչ մի բան պետք է չբերի իր հետ եւ կավլիցի մրցակցությունը եւս։ Նարցիսները այդեն մարդիկ են, ովքեր որ իրենք շատ կախված են լինում կարծիքներից։ Դա սկսվում է ընտանիքում եւ ինքը որպիսի միշտ հաջողանա, ասենք թե հիմնականում դա պապաների հետ է կապված լինում, այ հայրը ինչպես ասեց, հայրը ասեց դու սա պետք է դառնաս, պետք է դառնաս եւ նա սկսում է կատարել հոր ցանկությունը, որը լրիվ հակառակ է լինում իր ներսի պահանջի կամ իր հմտությունների հետ։ Օրինակ համար ես գիտեմ նարցիս, որը հայրը պահանջում էր, որ նա անպայման պոլիտեխնիկ ընդունվի, նա մաթեմատիկան այդքան լավ չգիտեր, նա շատ լավ ավելի կդրսևորեր իրեն, եթե նա գնար հումանիտար գծով լեզուների կամ ասենք թե թեկուզ բժշկության մեջ, չէ, իրենից պահանջում էր, որ նա անպայման պետք է եւ դա էլ նպաստում էր նրան, որ հետո արդեն այդ կոնկրետ այդ երիտասարդի մոտ արդեն մեծանալով հանդես այդ նարցիսական գծերը ավելի զարգանան։ Նարցիսները շատ դժվար են շփվում։ Իրենք այդ խանդը, որ իրենք ունենում են, դա չի թողնում, ասենք թե ինչ-որ մեկը, եթե նարցիսի մոտ ինչ-որ մեկին գովան, նա դա նույնիսկ կարող է անցնել իբրև անձնական վիրավորանք, այո, եւ նա շատ դրանից շատ ընկճվում է, կամ ես կամ ոչ ոք։ Այո, կամ ինքը կամ այո, այլևս դա շատ դժվարանում է, ասենք թե այդ երեխաները երբ որ մեծանում են, ասենք թե այնտեղ քրոջ մորաքրոջ երեխաները, հորեղբոր երեխաները եւ այն, սա անպայման պետք է փոքրուց արդեն երևում է, որ նա կնեղանա, իր խաղալիքները չի տա եւ այլն, այսինքն որ ամբողջ ուշադրությունը կլանի իր վրան։ Դա որոշ գծերն են նարցիսների, որ մենք հիմա թվարկեցինք։ Նարցիսը անպայման զոհ ունենալու կարիք ունի։ Այսինքն մարդ, ով մշտապես կմեծարի, կգովաբանի իրեն։ Մարդ, ով կդառնա իրեն սպասարկողը։ Եվ ուրեմն որ մեխանիզմով է նարցիսը այսպիսի մարդ իրեն համար գտնում կամ այդպիսի մարդ դարձնում, որ ճանապարհով։ Նա գիտեք, նա քանի որ իրեն նա ինչի է նարցիս դարձել, որտեղ իրեն մեծացնում են, ես դա բավականին հաճախ եմ կրկնում աշխատանքի մեջ, իրեն մեծացնում են թագավոր, մեր թագավոր եղբայրը, այդ բանի մեջ, այսինքն նա արդեն այդ մեծարմանը սովորում է փոքրուց, այսինքն նարցիս հետո երբ որ դուք ինձ հարցը տաք, դա ձևավորվում է թե իծն է լինում, ես կպատասխանեմ, որ դա մինչև հիմա մասնագետները չեն կարող այդ հարցի պատասխանը տալ, դա զարգանում է ընտանիքում, թե ասենք թե նարցիս ծնվում են։ Դրա համար նարցիսը ինքը փոքրուց, քանի որ սովոր է, որ իրեն ասեն թագավոր եղբայր, նա բոլորից պետք է լավը լինի, նա շատ խիստ հետևում է իր հագուստին, իր
հագուստը միշտ պետք է մաքուր լինի, որովհետև թագավոր եղբայրների հագուստը շատ մաքուր է լինում ընտանիքում, ասենք թե շատ հաճախ դրան հետևում են եւ հետո նա քանի որ դրան է սովոր նա արդեն իր կյանքը այնպես է դասավորում, որ նա պահանջում է նույն վերաբերմունքը իր նկատմամբ, որտեղ նա փոքրուց արդեն ձևավորվել է այդպես։ Նարցիսները որպես կանոն շատ բուռն եւ այսպես շատ շքեղ սիրահետումներ են իրականացնում։ Գովելով դիմացինին, այդ իրենց հարաբերությունները սկզբնական շրջանում շատ գերիչ են լինում։ Եվ հետո, խնդրեմ, այս հետոյի մասին Երբ որ հասնում են նպատակին, իրենք կարող են լրիվ հիասթափվել եւ բոլորովին, այսինքն ինքը հասել է նպատակին եւ այդ նպատակը իրեն պետք էր այդ ինչ նպատակ էր, որ այդ ում որ նա գովաբանում է, նաեւ իրենք որոշ առումով առևտրականներին իրենք գովաբանում են այն բանով, որ վաղը այդ գովաբանությունը իրեն վերադառնա, այսինքն դա նարցիսի սնունդն է, հա, որ իրեն գովաբանեն, մեծարեն եւ այլն։ Նա դրա համար է գովաբանում, իսկ հասնելով հանդերձ եւ ոչ միայն անձնական կյանքում, այլ կարող է ինքը շատ լավ հարցազրույց ունենա աշխատանքի ընդունվելիս, հետո մտնի այդ աշխատանքի տեղը արդեն բոլորի վրա այնպես շատ կիսահամարական նայ եւ այսինքն որ նպատակին հասնում է, արդեն իրեն պետք չի լինում այդ իր գծերը նա կիրառի եւ այդ գծերով գնա առաջ, հասկանում եք դա, բայց այստեղ նարցիսը արդեն սկսում է մի քիչ նահանջել, որովհետեւ եթե իրեն ընդունում էր մի բանով, չէ, որ նա այդ հարցազրույցը շատ լավ անցել է եւ հետո նա իր բոլորովին այլ ձևով է իրեն դրսևորում, դա իհարկե նարցիսին հետ է նահանջել։ Իսկ ընտանիքում Նարցիսը շատ ռոմանտիկ հարաբերություններ ձևավորեց սկզբնական շրջանում, դիմացինը իսկապես հավատաց, որ նա ամենասիրելին է, համատեղ կյանք, որից հետո Նարցիսը արդեն սկսում է իրականացնել իր պահանջարկները։ Այս մասին եկեք խոսենք։ Ուրեմն նարցիսը մեծ մասնագետ է մեղավորության զգացում տալով դիմացինին, շատ մեծ մասնագետ է։ Նա այդ ներդրումը անում է, նա դրանով շոյում է իր այդ հիվանդագին էգոն, նա այդ ներդրումը անում է հարաբերությունների մեջ, հետո իրեն արդեն, որ նա հետո նա կարող է հիշեցնել, այ չէ, որ դու հիշում ես, որ ես քեզ բերում էի այդ ծաղիկները, նվերները եւ այլն, եւ դու ինձ ինչով ես պատասխանում, այս բանը չես անում, այն բանը չես անում, եւ քանի որ նարցիսները նաեւ իրենք շատ հետաքրքիր մոգական ուժ ունեն մարդու վրա իշխելու, այնուամենայնիվ Բենուտո Մուսոլինի օրինակի համար։ Եվ այդ իշխելու այդ բանը, իսկ մարդը դա շատ հետաքրքիր է հարաբերությունների մեջ, որ մեկը սկսում է իշխել, այն մյուսը զանգակ բամբակի պատմությունը, այն մյուսը սկսում է մի տեսակ ոնց որ նա սկսում է ավելի բամբակ, այո, բամբակ դառնալ, որպեսզի կոնֆլիկտային իրավիճակներ չլինեն։ Նարցիսները նաև շատ լավ մանիպուլատորներ են։ Իհարկե, այո, առանց դրա չէր կարող լինել։ Եվ արդյոք նրանք նաև պսիխոպատիկ ինչ-որ գծեր ունեն։ Ուրեմն եթե նարցիսը դրա համար ասեցի, էլի դրա մասին հիմա արդեն մի քիչ ուրիշ տեսակետից ասենք, ուրեմն կան համարում է, որ չափի մեծ նարցիսական բնավորության գծերը շատ օգնում են առաջ գնալու։ Դա կլինի կին, տղամարդ կապ չունի ով, կարիերայի եւ առաջ գնալու եւ այս արդեն որ կամած սկսում է մոտենալ դիագնոզին, ախտորոշմանը, այս նարցիսների հետ շփվելը եւ բանանելը իրենք շատ այդ հիվանդագին ինչ որ բան են մտցնում, որովհետեւ իրենք էլ արդեն առողջ չեն համարում, ուղղակի գիտեք բժիշկները հիմա այդ ասենք թե մեկ այլ խնդիրների մեջ հագիստ ախտորոշումներ անում են նարցիսի դեպքում չեն կարողանում կիսվում է, հա, համաշխարհային բժշկությունը կիսվում է, որ դեպքում համարել խանգարում, որ դեպքում համարել բնավորության առանձնահատկություն, այդ դրա համար դա, բայց այն սուր վիճակում նարցիսները, որոնք բան են անում, շատ եւ ուշադրություն են պահանջում եւ իրանց են անպայման առաջ ուզում տանել եւ ոչ մեկին հաշվի չեն առնում, նաեւ նարցիսը չմոռանանք ինքը ավտորիտետ չունի։
Ինքը ավտորիտետ չի ունենում, իր համար ունակ է նարցիսին, եթե ասես, դե ոնց է տատիկի հետ շփվում, չէ՞ որ նա քեզանից մեծ է, դա բոլորովին իր համար դա ոչ մի բան չնշանակող բան է, այսինքն նա արդեն չի ունենում նա այն, գիտեք, այն լավ իմաստով կարծրատիպերը, որով որ նաև դաստիարակությունը, չէ՞, մեծի նկատմամբ հարգանք, ծնողի նկատմամբ սեր եւ հարգանք իրենք շատ դատարկ են լինում, իրենք այդ էմոցիոնալ սկուդնես, հա, իրենք էմոցիապես իրենք շատ դատարկ են լինում եւ իրենք սիրելու մեջ այդ իրենք ցույց են տալիս, որ իբրև թե սիրահարված են, որ ասենք թե ինչ որ պետք է ամուսնանալ, դա նպատակը, որ իրենց պետք է իրականում չեն սիրահարվում նարցիսները։ Նարցիսը չէ, նարցիսը քան նա նարցիս է, նա իրան է սիրում։ Ինքը բավարարված է, իրեն ինչ կարիք կա նա ինչ-որ մեկին եւս այն վեհ իմաստով, այսինքն հա նա կարող է ասենք թե իր նպատակների համար նվերներ անել երևալ, որ նա իմ նարցիսիզմով, որ տես ես ինչ նվերներ կարող եմ անել եւ այլն, բայց այն ամենաբուն իմաստով, վեհ իմաստով, երբ որ սիրելու մեջ նաև կա ծառայելը դիմացինին, նա ինչ ծառայելու մասին կարող է, երբ որ նա ծառայեցնում է իր նկատմամբ, ինչ ծառայելու մասին կարող է խոսք լինել։ Տիկին Ծատուրյան, նարցիսը մշտապես իր հասցեին հաճո բաներ լսելու կարիք ունի, որովհետև նա ունի բարթույթ, նա գիտի, որ իրականում չունի այս արժանինքները, բայց ցանկություն ունի ունենալու, թե նա վստահ է, որ նա ամենից ամենան է, պարզապես ուզում է, որ դա ճանաչի նաև դիմացինը։ Ինձ թվում է երկուսից էլ կա, նա իհարկե համարվում է, որ նա այդ գովեստը, սիրո արտահայտումները չէ, որ մեզ ծնողները շատ հաճախ րոպե մեկ խոչ են ասում, ոնց որ հիմա ընդունված է, ասենք թե նույն դուրսը նահանգներում ես հպարտանում եմ քեզանով, I love you, րոպե մեկ եւ այլն, մեզ հիմնականում այդպես չեն մեծացնում, որովհետեւ ասում են երես չառնի։ Դրա համար անձը ինքը արդեն այդ բացը ծնողից եկող, որ ծնողը այդ տեսակետը ունի, որ տենց ճիշտ դաստիարակել է, չի նշանակում, որ նա չի սիրում իր երեխային։ Այստեղ ուղղակի մոտեցումներն են եւ ձևերն են դաստիարակելու մեջ։ Նա մտածում է, որ իրան չեն սիրում եւ այդ սերը սկսում է իրեն տալ եւ իրեն սկսում է գովել։ Հասկանում եք, եւ դրա համար էլ կամ իրեն գովում է, կամ էլ ինքը այնպես է իրեն պահում, իրենք շատ խոշոր մանիպուլատորներ են, որ դիմացինը իրանից անկախ, որ հետը նա որ մեղավորության զգացում է տալիս, սկսի իրան գովել։ Եվ մանիպուլատորներ են, եւ զգացմունքային էմոցիոնալ ճոճանակների լավ մասնագետ են։ Շատ, այո, իրենք այդ բոլոր բաները շատ լավ գիտեն եւ գիտեք, ինչքան որ ես նարցիս եմ ճանաչում, այդ իրենց մոտ շատ հաճախ նույնիսկ միտումնավոր չի։ Դա արդեն մտնում է արյան մեջ, իրեն որ ասես գիտես դու նարցիս ես, նա կասի, ես ինչ ես խոսում, ես բոլորովին չի համաձայնվի, նույնիսկ վիճիկ է, որտեղ նա ասենք, թե եթե գիտի նարցիսով է, դա իր համար, դա այնպես օրգանապես բան է, օրինակի համար ինքը այդ իր չսիրելը, ես նարցիսներ գիտեմ, որոնք սիրում են միայն իրենց տան կենդանիներին, կամ շներին, կամ կատուներին, մարդ արարած չեն սիրում, տեսեք այդպես նարցիսներ էլ կան, այդ դա արդեն պաթոլոգիային է, սկսում է մոտենալ պաթոլոգիային։ Ինքը օրինակ համար իր այն որ երեխաներ կան, չէ, որ տատերին են ձեռք առնում եւ այլն, դա իհարկե ընտանեկան դասեր, բայց ինչ որ է, դա արդեն նարցիսիզմի գծեր են։ Տիկին Ծատուրյան, արդյոք նարցիս լինելու ցուցիչ է հետեւյալը, որ մարդու հետ սկզբում հարցնում է ինչպես է, սկսում ես պատմել քո խնդիրը կամ անցուդարձ, որովհետեւ նա հետաքրքրվեց դրանով, պատմությանդ կեսից նա դադարեցնում է եւ սկսում է պատմել իրեն հետ պատահածը անդադար կրկնելով իսկ ես։ Դա կակրած նարցիսիզմի դրսևորում է, որովհետեւ էմպաթիայի ապրումակցելու հայերեն ասած բանը նա է, որ միջև դիմացինը չույս չտա իր մասնակցությունը, հետաքրքրությունը իր զրուցակիցի կամ կողակցի մեջ հարաբերություններ չի լինում։ Նարցիսը ինքը քանի որ անընդհատ ունի պահանջ ավելի բարձր լինելու, նույնիսկ եթե նարցիսին ասես, գիտես ոնց է հիվանդացել, ամբողջ մեր ընտանիքը հիվանդ պարկած էր, նարցիսը նույնիսկ դա բացասական բան է, ինչ ասում, նույնիսկ ստեղ նա անպայման կասի, բայց ինչ ես խոսում, այդ ինչ էր որ ձեր ընտանիքը 3 օր պարկած եք, իսկ մեր ընտանիքը պարկած էր, ասենք թե 2 շաբաթ, այդ տեսեք նույնիսկ ստեղ նա բոլոր հարցերում ուզում է անպայման նա ուզում է
վերևից լինել, նաև դա գալիս է նրանից, որ փոքր ժամանակ իրեն գուցե շատ ճնշել են, սեղմել են, ինքը դարել է այն պրուժինը, դե սեղմված պրուժինը, եթե ձեռքը վերցրես, նա ոնց կթռնի ու կսկսի, այո, նա այդ շարժումները անելով եւ սրաններան վնասելով, չէ, եթե պրուժինը մոտիկ լինի ինչ-որ մեկին, այն նարցիսը այդ նաև ինքը այդ սեղմված պրուժինի գործոնն է ունենում, որը որ շատ դժվարացնում է իր հետ շփումը, որովհետև մարդը եթե անկերություն է ուզում անել, չէ, նայել ասենք թե ուզում է կիսված լինի ինչ-որ մի բան, ասենք թե աղջիկա գալիս է անկերուն պատմա, որ ամուսինը ասենք թե խմած էր այսօր եւ նա լավ չի իր նկատմամբ պահել, նա ասում է այդ ինչ խնդիր է որ քո մոտ այ գիտես իմ ամուսինը բանից պարզվեց 4-րդ ծիրունա ունեցել այսինքն տեսեք էլի նույնը որ նա բացասականի մեջ անպայման ուզում է երևալ եւ իրան հետարքիր չի քո հետ ինչա կատարվում նարցիսին հետարքիր չէ նա նույնիսկ ձևերել չի թափի որ հետարքիր է Տիկին Ծատուրյան նարցիսը որն է նարցիսի հետ շփվելու եղանակը էմպաթիան Թե հակառակը, դա իրեն կվիրավորի, պետք չի ինձ կարեկցել, չէ, որ ես ամենավեհն եմ, ամենաուժեղն եմ։ Ուրեմն, երբ որ ես պատրաստում եմ ձեր մոտ գալ, Ամալիա ջան, մտա նայեցի, որոշ նյութեր նայեցի, ինչ է պարզով, որ նարցիսիզմով նարցիսիզմը կարելի է վերացնել, հոգեբանը շատ հանգիստ կարող է դա վերացնել, բայց եթե նարցիսը գա հոգեբանի մոտ, եթե նարցիսը ընդունի որ ինքը ունի իր խանգարող գծերը, բայց չէ որ նա իրան ներսից պատկերացնում է կատարյալ նույնը ձեր հայ տված հարցի մեջ ինքը քանի որ իրեն կատարյալ է պատկերացնում իրեն այդ էմպաթիաները դա իր համար չի դա բոլորովին իր համար չի ինքը եւ գիտեք նարցիսների վտանգը այն կատարյալ նարցիսների վտանգը ինչն է ինքը որ չունի այդ ապրումակցելը նա չունեն թեկուզ ասենք թե ասել բայց ինչ մեղք է այս կամ այն մարդու իրանք չունեն այդ բանը իրանք բոլորովին շնորհակալ չեն իրանք շնորհակալություն բառը շատ դժվար են ասում ուրեմն այդ մարդը ինքը նույնիսկ մասնագետի օգնությունը նա չի վերցնի որովհետև պետք է շնորհակալ լինես ներսից, որ մասնագետի ասածը վերցնես, ոչ թե մասնագետի րոպե մեկ ասի շնորհակալություն, շնորհակալությունը դա ինչ է, դա շատ լավ կամուրջ է, իրար մոտ գնալ գալու կլինի մասնագետ այցելու, կլինի ամուսիններ, կլինի քույր եղբայր, կլինի անկերներ, հասկանում եք, որ այդ բանը շնոր են, չէ, տածում, այն նարցիսը, քանի որ այդ գծերը չունի, իրեն նույնիսկ դուրս գալ այդ վիճակից շատ դժվար է լինում։ Ինչ է ցույց տալիս վիճակագրությունը, ուսումնասիրությունները եւ ձեր անձնական փորձը։ Նարցիսը կարող է լինել լավ լիդեր, ղեկավար, թե արդյունքում նա մնում է մենակ, որովհետեւ իրեն հետաքրքիր է միայն ինքը։ Մնում է առանց ընտանիք, առանց ընկերներ, արդյունքում առանց աշխատանքներ։ Նա կարող է մի առաջի этаպը նա կարող է շատ լավ ղեկավար լինի, բայց քանի որ նա մարդկանց հետ շփվել չի գիտի, լավ ղեկավարը ակնկալում է շրջապատի հետ շփում, չէ։ Նա շրջապատի հետ շփում չկա, նա կարող է սեղանի վրա նստի եւ եթե ուշադրության կենտրոնում չի լինի, մենք բոլորս հիմա որ մեզ հիմա լսում ենք կհիշել մի անգամից այս մարդկանց, որ sense հոնքերը կիտած, դուրը չի գալիս ոչ մի բանը, նա նույնիսկ կարող է ասի, այս ինչ եք բերել ուտելիքին էլ վիրավորելով տնային տնտեսուհուն, որը այդ հյուրասիրումը եւ հյուրընկալումը, վերջում նա մնում է ամեն դեպքում նարցիսը, եթե նա չի գնացել աջակցության, եթե իրեն չեն օգնել, նա մնում է մենակ, իհարկե, ամեն դեպքում, վերջում նա մնում է մենակ, նարցիսները, որոնք որ տեսեք հիմա շատ կան, ասենք թե մեծահասակ ծնողների հետ հարաբերությունները լավ չեն լինում երեխաների մոտ, ասենք թե երեխաներն են մեծ, այդ դա գալիս է արդեն այդ նարցիսիզմը, որ իրեն ոչ ոք չի օգնում, ոչ ոք իրեն չի հասկանում իր վիճակի մեջ, ոչ ոք չի աջակցում, նա մնում է մենակ, ասում ոչ մեկի օգնություն էլ ինձ պետք չէ։ Եվ դրանով տեսեք բոլոր սխեման գնաց, մեղավորության զգացումը տալիս է, ուզում է ինքը անպայման երևա, ուզում է որ իր մասին խոսեն, ուզում է որ երեխաները բացի նրանից որ իրանով պետք է զբաղվեն, ուրիշ բան ու գործ պետք է չունենան, հասկանում եք, նարցիսիզմը այսքան չանցավ
տարիների մեջ մնաց նույն արդեն մեծահասակ նարցիսը։ Եվ միայնակ, դե ինքը այն ժամանակ էլ էր միայնակ, բայց հիմա նա ավելի բան է։ Օրինակ համար նարցիս ունեմ իմ այցելուներից, եթե մեկը կանչի տղա է երիտասարդ, մեկը կանչի ասենք թե չգիտեմ այնտեղ Կարեն ջան, մի հատ իջի 2 բառ կա խոսելու, հիմա ասում է կգամ, իջնում է կես ժամից մինչև լավ չի հագնվում, մազերը հատիկ չի սանրում, տեսեք արդեն այդ ոնց թե ինքը առանց շորը փոխելու տան շորով նա ոնց կարող է մուտքի մոտ իջնի եւ իր ընկերոջ հետ խոսի։ Նարցիս, ընկերություն, հարաբերություն հնարավոր է, թե սա պայթունավտանգ է։ Դե գիտեք ոնց է, օրինակ համար կա ասենց մի հատ արտահայտություն, որ հանդիպել են երկու միայնակություններ։ Նա կարող է լինել միաժամանակ, բայց քանի որ երկուսն էլ նույն պահանջները ունեն, բայց իրանք տվող չեն, պարզ է, որ այդ հարաբերությունները երկարատև չեն կարող լինել։ Շատ նարցիսներ, երբ ասում ես իրենց, որ նրանք զմայլված են իրենցով եւ բացառապես իրենցով, ասում են այո, ամեն մարդ պիտի սիրի իրեն եւ առաջի հերթին իրեն։ Բայց իրենք մոռանում են, որ պետք է դրանից առաջ ասել սիրիր դիմացինին, ճիշտ այնպես ինչպես քեզ ես սիրում, որտեվ եթե դու միայն քեզ ես սիրում, դա էգոիստության կոչ է եւ էգոիստության անդրադարձում է ընդհանրապես։ Թող շարունակեն սիրել։ Գիտեք ոնց մենք ոսկեդրամ չենք, որ նարցիսների դուրը գանք, ասենք թե կամ ես, ասենք թե տեսնեմ նարցիսին, ասեմ ոյ կուզես արի մոտ ես քեզ կօգնեմ։ Չէ, ամեն մեկը ինքը պետք է հասկանա, որ նա ունի առաջ գնալու, իսկ նարցիսիզմը առաջ գնալու նոմեր առաջի թշնամին է։ Նա առաջ չի իրեն թվում է, որ նա առաջ գնացած է, բայց նա առաջ գնացած չի, նա տեղում է դուփում, նա ուղղակի մտկով պատկերացնում է, որ նա առաջ է գնացել, բայց նա բոլորովին էլ առաջ չի գնացել։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Այնքան արագ է անցնում ձեր մոտ ժամանակը։ Երևի նրանց է, որ ինֆորմացիան շատ է լինում։ Այո, շնորհակալություն դրա համար։ Նարցիսի հետ հարաբերությունները այն դեպքն է, երբ կարեկցել է պետք մարդուն, ով կանգնած է նարցիսի դիմաց, որովհետև նարցիսը միակն է, ում կարելի է սիրել։ Սիրում է ինքն իրեն, դուք էլ պիտի սիրեք իրեն եւ ընդհանրապես աշխարհը պտտվում է իր համար։ Խուսափեք նարցիսներից կամ փորձեք գտնել եզրեր, սակայն այս բaragայում շատ մեծ է վտանգը, որ դուք կկորցնեք սեփական եսը։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։ Կսպասեմ ձեզ նաև Patreon-ում։ Այնտեղ մենք ունենք խումբ, որտեղ քննարկում ենք շատ ավելին, քան թե տաղավարում։ Հանդիպելու ենք առայժմ։